Բարև ձեզ, հարգելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, Նիկոլ Փաշինյանի կողմից մեր մայր եկեղեցու նկատմամբ սանձազերծված այս լավ պլանավորված, լավ տարբեր այսպես մանրամասնություններով գծված հարձակման առաջին իսկ օրերից ես առաջ հերթին ինձ, երկրորդ հերթին ձեզ խոստացա, որ բոլոր հնարավորությունները, այդ թվում ինչ-որ մի կետից մյուս կետ տեղափոխվելու ժամանակ, ճակերտավոր ազատ ժամանակ ունենալը կօգտագործեմ, որպեսզի հնարավորինս շատ տեղեկատվական դաշտում փորձեմ օգտակար լինել այս գրոհը խափանելուն եւ հիմա հերթական լայվն եմ անում այս թեմայով, մոտ 10-15 րոպե ժամանակ ունեմ, պետք է կարևոր հանդիպան գնամ իմ վարություն գտնվող գործերից մեկով, մինչև հասնեմ Ավան, մի քանի կարևոր բան եմ ուզում ասել այսօրվա այդ գրառման վերաբերյալ։ Առաջինը մենք նկատում ենք, որ նախանձելի հետևողականությամբ ամեն օր, ամեն առավոտ մի նոր գրառմամբ քայլ առ քայլ նրանք գնում են առաջ։ Եթե սկզբից այս ամենը ուներ տեղեկատվական, բացառապես տեղեկատվական գրոհի բովանդակություն, ապա այսօր, հատկապես այսօր, եւ ինչ-որ ճշմարտություններ կասկածի տակ դնելու եւ այլն, ապա հատկապես այսօր վերջապես նրանք սկսեցին բացահայտել իրենց ծրագրերը եւ ինստիտուցիոնալ տեսք են տալիս մեր մայր եկեղեցու նկատմամբ հարձակումների։ Ես հատուկ եմ ասում մայր եկեղեցու, այլ ոչ թե վեհապարի, որովհետեւ վեհապարի հանգամանքը բացառապես պատրվակ է այս ամենում։ Առաջին իսկ օրից իմ ընկերները կվկայեն, որ ես ասել եմ, որ նրա նպատակը վեհապար հայրապետին Թուրքիայի քաղաքացու ազգությամբ հայ առաքելական եկեղեցու դավանորդ, բայց Թուրքիայի քաղաքացով փոխարինելն է։ Առաջին իսկ օրից ասել եմ, չի եղել որևէ տեղեկություն այդ մասին։ Այսօր մի փոքր ուսումնասիրելով դաշտը, ես նկատեցի, որ արդեն բացահայտ են այս խաղը խաղում։ Շատ բացահայտ են խաղում, անուններ այս բան չեմ տալու, ովքեր որ գիտեն, ով որ չգիտի, ցանկության դեպքում կարող է հեշտությամբ տեղեկանալ։ Բայց կրկնում եմ, Թուրքիայի քաղաքացի հայ առաքելական եկեղեցին փորձում են դնել Էրդողանի վերահսկողության տակ։ Կամ Ալիևի, չգիտեմ, ու այս դեպքում հավանաբար Էրդողանի։ Ինչու՞մ է սա դրսևորվում։ Տեսեք, ուրեմն պետության ներկայացուցիչը, ղեկավարը, ասում է պետք է ձևավորվի ինչ-որ կոմիտե, չգիտեմ ինչ, եւ ասում է առաջի 10-ին ես եմ նշանակելու։ Այսինքն ֆիքսենք, որ դրա ստեղծողը Նիկոլ Փաշինյանն է։ Ֆիքսենք, որ ստեղծողը ոչ թե ինքնաբուխ ինչ-որ մի բան է, այլ Նիկոլ Փաշինյանի ստեղծած ինչ-որ մի կառույց է, ովքեր են այդտեղ ներգրավելու։ Ուրեմն առաջի հերթին կարգալույծ եղած հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ։ Հայ առաքելական եկեղեցուն իրականացնում է բավական այսպես հետևողականորեն իր կարգերը պաշտպանելու ուղղված գործունեություն եւ երբեմն դուք տեսնում եք ինքներդ էլ կարող եք հիշել կամ ուշադրություն եթե չեք դարձրել, բացեք մայրաթողի էջերը տեսնել, որ ժամանակ առ ժամանակ ինչ որ խախտումների համար կարգալույծ են արվում տարբեր հոգևորականներ։ Եվ հիմա ես նկատում եմ այդ հոգևորականների հատուկ բացել նայել եմ էջերում, ընդ որում նրանք կարգալույծ լինելով չեն դադարում կրել հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվի այսպես հագուստը եւ չեն դադարում նրանց տրված անունը օգտագործելուց։ Ինչի իրավունքը չունեն։ Այսինքն չեն օգտվում ավազան անունից, այն անունից, որ տրվել է նրանց ծննդյամբ եւ շարունակում են այն անունը օգտագործել, որի իրավունքը այլևս չունեն։ Եվ մենք տեսնում ենք այդ մարդիկ արդեն իրականացնում են որոշակի քարոզ, որոշակի
մարդկանց ուղղությամբ։ Նորից կգնեմ Թուրքիայի քաղաքացի։ Բան չեմ ուզում ասեմ այդ մարդկանց այլ հատկանիշների վերաբերյալ։ Այլ հատկանիշները ընդհանրապես քննարկման առարկա այս բան չէ։ Քննարկման առարկա է այն հանգամանքը, որ այդ մարդիկ փաստացի իրենցից այդ մարդիկ փաստացի Թուրքիայի քաղաքացի են, ինչը նշանակում է թուրքահապատակ են, պաշտոնապես ինչը նշանակում է գտնվում են Էրդողանի ազդեցության տակ։ Օրինակ կարող եք Facebook-ում գտնել, լավ ասեմ անունը, Տեր Արմեն Մելքոնյան անունով ինչ-որ մեկը ներկայանում է, որը ապօրինի է ներկայանում, իրավունք չունի, նրա ավազանունը անունն է վերադարձվել Սարգիս, եւ շատ այսպես ամբողջ ուժով քարոզում է Նիկոլ Փաշինյանի թեզերը, ամբողջ ուժով հարձակվում է եկեղեցու վրա եւ նաեւ ինչ-որ մարդկանց քարոզ է անում արդեն տենց կիսաբացահայտ ձևով, որպես ամենայն հայոց հայրապետի գահակալության հետ կապված հարցեր։ Այսինքն առաջի խումբը, որը որ նա ընդգրկելու է, լինելու է կարգալույց հոգևորականները, որոնք շատերը, ոչ բոլորը, ես ճանաչում եմ կարգալույց հոգևորականները, որոնք հիանալի մարդիկ են, հիմա սխալ են թույլ տվել, կարգալույց են արվել, տենց էլ է լինում։ Բայց շատերը կան նաև, որոնք որ չարացած են մայրաթորի նկատմամբ, եւ հիմա նրանք լինելու են հաստատ այս հարցակման առաջին գծում։ Երկրորդ խումբը կազմում են այն մարդիկ, ովքեր որ բողոքականության կողմնակից են։ Բողոքական քրիստոնեության կողմնակից են։ Ես ինքս ոչինչ չունեմ բողոքական մտածողության քրիստոնեության դեմ, դա էլ տարատեսակ է քրիստոնեության, բայց դա մերը չի։ Դա որևէ կապ չունի մեր ավանդույթի հետ։ Սովորաբար այդ եկեղեցիները այսպես զրոյից սկսվող եկեղեցիներ են, պատմությունը հաշվի չեն առնում եւ սկսում են զրոյից։ Այդ եկեղեցու գլխավոր տարբերակիչ նշաններից մեկն է նա, որ նրանք ընդունում են բացառապես Սուրբ Գիրքը եւ չեն ընդունում սրբազան ավանդույթը։ Սա շատ կարեւոր է։ Այո, Սուրբ Գիրքը շատ կարեւոր է, բայց Սուրբ Գրքի կողքին մեր Սուրբ եկեղեցին եւ շատ այլ եկեղեցիներ եւս, կաթոլիկ եկեղեցին, ռուսողապար եկեղեցին եւ այլն, ընդունում են առաքյալներից ավանդված, մեր դեպքում մեր եկեղեցու հայրերով շարունակված սրբազան ավանդույթը։ Ընդունում են դա եւ դա կարեւոր հիմք է հանդիսանում մեր գործունեության համար։ Չգիտեմ, Գրիգոր Լուսավորիչի պատմությունը, Վարդանանց պատմությունը, Գրիգոր Նարեկացին, Գրիգոր Տաթևացին եւ այլն, այդ բոլորը մեր ավանդույթի մաս է։ Բողոքական եկեղեցիները դա չեն ընդունում, սոլո սկրիպտուրա, այս է իրանց սկզբունքը, միայն գրվածքը։ Մեր եկեղեցիները այս բանավեճը կա, միշտ ասում են, որ եղբայր, դուք ասում եք սոլո սկրիպտուրա, բայց մենակ այն փաստը, որ ինքը Սուրբ Գիրքը, այն գրքերը կոնկրետ, որոնք որ դրա մաս են կազմում, հենց ավանդույթի ուժով են ձևավորվել։ Եկեղեցին է դա ձևավորել։ Եկեղեցին է չէ որոշել, որ գիրքն ատե, որ գիրքը տեղ չի։ Ոնց եղավ սոլո սկրիպտուրա։ Դուք ինչ որ հետևանքը վերցնում եք, պատճառը չեք վերցնում, ամեն դեպքում չեմ ուզում մտնեմ այս բանավեճի մեջ, ամեն դեպքում դուք կարդացեք եւ ուղիղ բողոքականություն կտեսնեք Նիկոլ Փաշինյանի տեքստում։ Այսինքն նա օրինակ չի խոսում Սուրբ Պատարագի մասնակցելու եւ հաղորդություն ստանալու մասին։ Ինքը դա չի անում, ակնհայտորեն չի անում։ Ինքը խոսում է օրինակ Աստվածաշունչը ընթերցած լինելու մասին։ Ինքը խոսում է ամենօրյա աղոթքների մասին։ Այնինչ մեր եկեղեցին ամենակարևոր ծեսը մեր եկեղեցուն դա պատարագն է։ Դա պատարագն է։ Սրանով նա գրավում է նաև աղանդավորական եկեղեցիներին եւ մեր առաքելական եկեղեցին փաստացի ուզում է դարձնի մի նոր կյանքի խոսք աղանդ։ Okay, հեսա երկրորդ խումբը, որի վրա նա աշխատում է։ Երրորդը դե բնականաբար այդ գնելատիպ նեոբոլշևիկներն են, որոնք կարող է հակնեն քրիստոնյայի դիմաc, կարող է եւ չհակնեն, որոնք պատրաստ են ամեն ինչի այդ կաթողիկոս սպանող, հոգևորականներին վերացնող այդ նեոբոլշևիկյան այդ բոլշևիկյան այդ մտածողությունը վերականգնելու համար։ Նրանք սկզբունքորեն դեմ են ցանկացած հոգևորին, սկզբունքորեն դեմ են ցանկացած եկեղեցու եւ նրանք նույնպես դաշնակից են։ Այս երեք կարծում եմ հիմնական խմբերին է նա փորձելու միավորել, բայց սա
այսպես եկեղեցական իմաստով եմ ասում, բայց նաև վերադառնալով պետական օրենքների մակարդակին, ես սա համարում եմ, հիշում եք մենք հայտարարություն արել ենք ինգիրավապաշտպանների նախաձեռնությամբ, սա համարում եմ այս նախապատրաստության շարունակություն, այսինքն սահմանադրական կարգի տապալման շարունակություն եւ նոր հանցակիցներին ներգրավել իմ լավ գործընկերներից մեկը շատ ճիշտ նկատեց, որ սա հանցակիցներ ներգրավելու փուլն է։ Եվ բոլոր այն մարդիկ, որոնք որ այդտեղ ներգրաված են լինելու, թող իմանան, այդ ես չգիտեմ, կարգալույծ եղածները առաջի հերթին, որոնք հավանաբար այսպես լինելու են առաջին գիծը, եւ մյուսները, նրանք թող իմանան, որ իրենց արածը բացի նրանից, որ աստվածամարտությունն է, Աստծո դեմ գնալն է, Աստծո օծյալի դեմ գնալն է, այլև պետական օրենքների խախտումը։ Եվ ես անձամբ խոստանում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի որևէ մեկը այս մարդկանցից պատասխանատվությունից չխուսափի։ Որևէ մեկը պատասխանատվությունից չխուսափի։ Անձնական բան ասեմ, ես ունեմ ինչ-որ մեղքի զգացում 2018-ի համար։ Երբ նույն մեթոդներով նրանք սկսեցին նախպետությունը գրավեցին։ Ստերով, կիսաճշմարտություններով, կեղծիքներով, հետևողականությամբ ես այդ ամեն ինչը տեսնում եմ, այն ժամանակ իմ ընկերները գիտեն կենթանի վկաները։ Երկու բան է ասում։ Դեռ չի պատկերացնում, որ դավաճանների հետ գործ ունենք, բայց երկու բան հստակ է։ Դուք ոչ պատերազմել գիտեք, ոչ բանակցել գիտեք, ես ինչ եք անում, դուք ոնց եք պետություն ստանձնում։ Ցավոք սրտի մի բան էլ ավել դուրս եկավ։ Եւ չգիտեմ ինչ կարող է անել, բայց այդ բանը մեջս կա, որ կարող է մի բան կարող է ավել անել, բացի խոսքս ասելուց, թե չի կարող։ Եվ ես ու ինպես մարդիկ թող իմանան, որ կոպիտ ասած որևէ հետքայլի ոչ մի բան չունենք, որովհետև սա նաև այն է, ինչ որ չենք արել 2018։ Սենց ուղիղ եմ ասում, անձամբ իմ ասում։ Ոչ մի հետքայլի հնարավորություն մենք չունենք։ Մեր եկեղեցին մենք պաշտպանելու ենք մինչև վերջ։ Բոլոր հնարավոր ուղիներով։ Եվ մենք հույս ունենք, ես չգիտեմ, անկեղծ ասած, մեր եկեղեցու մոտեցումը արդեն ոնց որ նշмарվում է, շատ բաներ կա, որ չենք կարող անել, որտեղ եկեղեցին ինքը պետք է նախաձեռնի, գուցե եկեղեցին ճիշտ է այս քաղաքականությամբ չեմ ուզում գնահատել, ճիշտ չեմ համարում, բայց բոլոր այն դեպքերում, երբ որևէ հարց, այսպես, թույլտվություն հարցնելու անհրաժեշտություն չի լինելու, մենք մեր արածը անելու ենք։ Այսինքն պաշտպանելու ենք մեր եկեղեցին այս օր էցոր ավելի հստակ դարձող հակաեկեղեցական եւ հակապետական ոտնձգությունից։ Հակազգային նաեւ, որովհետեւ նորից ասեմ, այս ամենի նպատակը ամենայն հայոց կաթողիկոսի գահին Թուրքիայի քաղաքացու, չեմ գնահատում, այլ հատկանիշները չեմ ասում, Թուրքիայի քաղաքացու նստեցնելն է։ Եվ մի բան էլ ասեմ, ես մտավախություն ունեմ, որ ոչ մեծաթիվ, բայց փոքրաթիվ գործակիցներ ունեն նաև մեր եկեղեցու ներսում։ Վստահ եմ, որ փոքրաթիվ։ Եվ վստահ եմ նաև, որ անդադ փորձում են նոր մարդիկ վերբովկա անել։ Այդ մարդիկ թող հիշեն Հուդայի պատմությունը։ Մինչև վերջի վարքյան Հիսուս Քրիստոս չբացահայտեց։ Որտեղ մինչև վերջի վարքյան հնարավորություն տվեց Հուդային իր մատնությունը, իր դավաճանությունը չանել։ Բայց նա իր դավաճանությունը ի վերջո արեց։ Ես այդ հույս ունեմ, որ եթե կան այդ մարդիկ, որոնք որ այդ ճանապարհն են բռնել, չեն շարժվի Հուդայի ճանապարհով եւ վերջի պահին իրենց չար ծրագրերից հետ կկանգնեն։ Իսկ նորից այսօր առավոտյան գրառմանս մեջ մի միտք էի նշել, չեմ հիշում երբ էր վաղուց էր, բայց լավ է տպավորվել մեր եկեղեցու հայրերից։ Կարծեմ ներսեր շնորհալին էր, որ չարը երբեք չի քնում։ Այ մարդ, չարը երբեք չի քնում, ո՞րն է։ Այ հիմա տեսնում եք։ Այս գերագույն դավաճանի ամեն օր անհոգնել ձևով եկեղեցին հարվածի տակ դնելը, դա ոչ այլ ինչ է, քան այն որ չարը երբեք չի քնում։ Եվ դա նշանակում է, որ մենք էլ պետք է անհոգնել լինենք։ Եվ մեր գործերի, մեր կոնկրետ իմաստով
իրավապաշտպան, փաստաբանական եւ այլն, միշտ ժամանակ գտնենք այս ամեն ինչի համար։ Ես ճիշտ չեմ համարում լռելը։ Իմ մասով ասեմ, կամ այսպես աշխարհականների մասով ասեմ, այն մարդկանց մասով ասեմ, ովքեր որ եկեղեցու այսպես մեջ են, բայց հոգևորական չեն եւ այլն աշխարհականների մասին ասեմ։ Մեր եկեղեցու պաշտոնական մոտեցումները այլ հարց է, իրենք տարբեր նկատառումներով հուսով եմ կայացնում են եւ կկայացնեն ճիշտ որոշումներ։ Դեռ նորից ասեմ, ես իմ համար անհասկանալի է այսպիսի պաշտպանությունը, այս ոչ ակտիվ պաշտպանությունը, եթե այդպես կարող ենք ասել, բայց հիմա ինչ ասեմ։ Բայց այն մարդիկ, ովքեր որ եկեղեցու մեջ են, չեմ ասում եկեղեցու կողքին, այն մարդիկ, որ գրում են հիմա եկեղեցու կողքին են, ուզեի որ մտածեն, եկեղեցու կողքին են, թե եկեղեցու մեջ են։ Այդ մարդիկ ես շատ կուզեի, որպեսզի այս գիտակցումը լինի, որ մենք նույնպես պետք է լինենք անհոգնել։